Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թվարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախաբանում։ Շիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերը։ Արփինե Սարգսյանը Շիրակի մարզում ամփոփել է ներքին գործերի նախարարության ոստիկանության առաջին կիսամյակի աշխատանքը։ Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, կայացել է աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հավատարիմ ծառայության առաքելությանն ու երթմանը 2025 թվականի լավագույն պարեկը Մասիս Բաղդասարյանն է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Շիրակի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում ներքին գործերի նախարարության ոստիկանության կատարած աշխատանքը։ Արփինե Սարգսյանը կարևորել է ստորաբաժանումներում առողջ բարեհոգեբանական մթնոլորտի ապահովումն ու ղեկավարների անմիջական աշխատանքը անձնակազմի հետ, ինչպես նաև ոստիկանության տարբեր ծառայությունների միջև օպերատիվ կապը, տեղեկատվության արագ փոխանակումը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Շիրակի մարզում ամփոփվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները։ Ներկա են ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը ներկայացրել է կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունում գրանցված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24%-ով նվազել են։ Քրեական ոստիկանությանը վերաբերելի 273 դեպք է գրանցվել, սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են ծանր, աճել առանձնապես ծանր հանցագործությունները, 66.2%-ով նվազել են նաև համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 387 դեպք, բացահայտվել 333-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 86%, նախորդ տարվա 80.5-ի դիմաց։ Նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում մեքենաներից կատարվող գողությունները, աճել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի սպասարկման տարածքում 239 հանցագործության դեպք է գրանցվել, բացահայտվել 203-ը, նվազել են գողության, խուլիգանության, մարդու դեմ ուղղված դեպքերը, աճել են անչափահասների կողմից, նվազել նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում սեփականության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 21 դեպք, ինչը 38.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նվազել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 6 ամսվա ընթացքում համայնքային ոստիկանության Անիի բաժնում գրանցված հանցագործության 122 դեպքից բացահայտվել է 116-ը, կամ 95.1%-ը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերն ավելացել են, աճել են նաեւ անչափահասի նկատմամբ կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Աշոտսկի բաժնում գրանցվել է հանցագործության 32 դեպք, բացահայտվել 30-ը։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է զենքզինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացմամբ, նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները համայնքային ոստիկանության Արտիքի բաժնում նվազել են։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 142 դեպք, բացահայտվել 131-ը։ Լատենտային հանցագործություններից աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերը։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 120 հանցագործության դեպք են բացահայտել, 7.1%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 62118 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 12757-ով ավելի։ Շիրակի մարզում նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների եւ վիրավորների թիվը։ Ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները ոստիկանության գվարդիայի Գյումրիի պետական պահպանության բաժնի պետը նշել է, որ ծառայողները հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ բացահայտել են մի շարք հանցագործություններ եւ պատշաճ իրականացրել օբյեկտների պահպանությունը։ Ընդհանուր առմամբ, բավարար գնահատելով Շիրակի մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, ներքին գործերի նախարարը հանձնարարել է չսահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմամբ, այլև հետևողականորեն իրականացնել կանխարգելման աշխատանքներ։ Նախարարը դրական է գնահատել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների նվազման միտումը, ընդգծելով կանխարգելիչ եւ իրազեկման աշխատանքի կարեւորությունը։ Խարդախությունների, սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարն ընդգծել է անհետաձգելի եւ համարժեք արձագանքի
աշխատանքի անհրաժեշտությունը։ Հանձնարարվել է ակտիվացնել նաև ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման եւ շրջանառության կանխման, նաև անօրինական զենք զինամթերքի հայտնաբերման աշխատանքը։ Նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ընտանեկան բռնության եւ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, հետեւողականորեն ապահովել բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումը։ Արփինե Սարգսյանը կարևորել է ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումն ու ղեկավարների անմիջական աշխատանքը անձնակազմի հետ, ինչպես նաև ոստիկանության տարբեր ծառայությունների միջև օպերատիվ կապը, տեղեկատվության արագ փոխանակումը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է բական եւ գյուղական տարածքներում ոստիկանության հենասյունային ուղղություններով պարբերաբար իրականացնել թիրախային ուժեղացված ծառայություններ, հանցավորության կանխարգելման եւ բացահայտման, հասարակական կարգի պահպանության ու բնակչության անվտանգության ապահովման նպատակով։ Արփինե Սարգսյանը նաև այցելել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ, ծանոթացել ծառայության պայմաններին։ Տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը, որը ղեկավարում է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Աշխատանքային խմբի անդամները ըստ իրենց ոլորտների ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցից բխող 54 առաջարկությունների կատարման ընթացքը։ Հուլիսի 23-ին տեղի է ունեցել Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում անհրաժեշտ հանձնառությունների եւ ոլորտային գործընթացների արդյունավետ իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը, որը ղեկավարում է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ Քննարկման հիմնական թեման Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքներ։ Արմեն Ղազարյանը նշել է, որ ընդլայնված կազմով հանդիպումը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ամփոփել մինչ այժմ կատարված աշխատանքը եւ հստակեցնել հետագա քայլերը։ Փոխնախարարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև առավել սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։ Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցից բխող 54 առաջարկությունների կատարման ընթացքը ըստ իրենց ոլորտների։ Ներկայացվել են բնակչության պետական ռեգիստրի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների, ծրագրային ապահովման, կենսաչափական տվյալների պաշտպանության, կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի ներդրման, ինչպես նաեւ փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նշվել է, որ սահմանների համալիր կառավարման ոլորտում նախատեսված աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է գերատեսչությունների համակարգված համագործակցություն։ Այդ համատեքստում կարևորվել են անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը, ոլորտային վերապատրաստումների իրականացումը, ինչպես նաև սահմանապահների կրթության եւ վերապատրաստման համակարգի կատարելագործումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման, Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների պլանի նախագծի առաջին եւ երկրորդ ուղղություններով նախատեսված գործողությունները։ Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Արարատի մարզի Լուսաշողը բնակավայրում բացվել է կամավորական հրշեջ փրկարարական նոր հենակետ։ Այն սպասարկելու է Լուսաշող բնակավայրն ու հարակից 6 բնակավայրերը, ապահովելով բնակիչների անվտանգությունն ու արտակարգ դեպքերին առավել արագ արձագանքելու հնարավորությունը։
Կամավորական հրշեջ փրկարարական համակարգի զարգացումն ու առաջին արձագանքման կարողություններով օժտված թիմերի ձևավորումը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում են։ Համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հուլիսի 24-ին Արարատի մարզի Լուսաշող բնակավայրում բացվել է կամավորական հրշեջ փրկարարական նոր հենակետ։ Նորաբաց հենակետը սպասարկելու է Լուսաշող բնակավայրն ու հարակից 6 բնակավայրերը, ապահովելով բնակիչների անվտանգությունն ու արտակարգ դեպքերին առավել արագ արձագանքելու հնարավորությունը։ Հենակետում ծառայություն իրականացնող կամավորներն անցել են մասնագիտական պատրաստություն, հանձնել փրկարարի որակավորման քննություններ։ Բացման արարողությանը հաջորդել է գործնական տակտիկական ուսումնավարժանքը, որի ընթացքում Լուսաշողի կամավոր հրշեջ փրկարարական թիմն ու փրկարար ծառայության մասնագետներն իրականացրել են պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ։ Ըստ սցենարի առանձնատներից մեկում բռնկված հրդեհը հաջողությամբ մեկուսացվել եւ մարվել է, իսկ տուժածին տեղում ցույց է տրվել առաջին օգնություն։ Վարժանքի ավարտին ամփոփվել են արդյունքները։ Նորաստեղծ կամավորական թիմը պատրաստ է փրկարարական ծառայողների հետ արձագանքել վտանգին, ապացուցելով, որ արդյունավետ փրկարարական համակարգը սկսվում է պատրաստված համայնքից։ Կամավորական հրշեջ փրկարարական նոր հենակետի բացմանը ներկայ էին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության VD-ի քաղաքային իշխանության Volfire ծրագրի հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Ավստրիայի ներքին գործերի դաշնային նախարարության ներկայացուցիչներ։ Հենակետը ստեղծվել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, ավստրիական Կարմիր խաչի եւ հայկական Կարմիր խաչի հետ համատեղ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագրի շրջանակում ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն իսկ ստեղծվել է 11 կամավոր հրշեջ փրկարարական հենակետ, առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս մեկը, ընդլայնելով համայնքների ցանցը։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ տարվա լավագույն բարեկային ծառայողը ճանաչվել Գեղարքունիքի մարզի Գումարտակի ավագ պարեկ ոստիկանության մայոր Մասիս Բաղդասարյանը։ Տարվա լավագույն բարեկային ծառայող կոչումը նրա համար պարզապես ձեռքբերում չէ, այլ նոր պարտավորություն։ Այն ամեն օր հիշեցնում է, որ լավագույն լինելու համար պետք է անդադար սովորել, շարունակաբար կատարելագործվել եւ անձնվիրաբար ծառայել պետությանն ու հանրությանը, հավատարիմ մնալով ծառայության առաքելությանն ու երդմանը։ Յուրաքանչյուր օր սկսվում է պատրաստակամությամբ, շարունակվում պատասխանատու ծառայությամբ, ավարտվում հերթական անգամ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գիտակցությամբ։ Ամեն հերթափոխ նոր փորձություն է։ Յուրաքանչյուր դեպք ու ահազանգ կարող է պահանջել արագ արձագանք, իսկ յուրաքանչյուր որոշում լինել վճռորոշ։ Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև զգոնություն, սառնասրտություն եւ ծառայողական պարտքի գիտակցում։ Հենց այս սկզբունքներով էլ իր ծառայությունն իրականացնում է 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ տարվա լավագույն բարեկային ծառայող ճանաչված Գեղարքունիքի մարզի Գումարտակի ավագ պարեկ ոստիկանության մայոր Մասիս Բաղդասարյանը։ Բաղդասարյան Մասիսը ծառայության ընթացքում ունի շատ բարձր ցուցանիշներ կատարողական աշխատանքի մեջ։ 2025 թվականի ընթացքում ունի բացահայտած հանցագործության թվով 58 դեպք, որոնց մեջ է կեղծ փաստաթղթով տրանսպորտային միջոց վարելը, զենքի հայտնաբերում, 40-ից ավել թմրանյութերի հայտնաբերում եւ ինչպես նաեւ վարչական իրավախախտումների հայտնաբերում։
Ծառայության նկատմամբ անվերապահ նվիրումը, կարգապահությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը տարիների ընթացքում ձևավորել են մայոր Բաղդասարյանի մասնագիտական դիմագիծը։ Նա գործում է վստահ ու վճռական, յուրաքանչյուր իրավիճակ գնահատում է օբյեկտիվ եւ օպերատիվ, իսկ ծառայողական պարտականությունները կատարում է բարեխղճորեն։ Հենց այս հատկանիշների շնորհիվ էլ նա դարձել է ոչ միայն տարվա լավագույն բարեկի կոչմանն արժանի ծառայող, այլև վստահելի գործընկեր եւ օրինակ ծառայակից ընկերների համար։ Բաղդասարյանը բարձր պատասխանատվությամբ է վերաբերվում իր ծառայությանը, պատվախնդրորեն պահում է ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, իրենից իրականում սովորելու շատ բան ունենք, ինքն էլ չի զլանում եւ իր փորձը փոխանակում է։ Մասիս Բաղդասարյանը յուրաքանչյուր նոր առաջադրանք ընդունում է որպես հերթական մարտահրավեր, որի առաջինային նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու օրենքի գերակայության պահպանությունն է։ Նրա համոզմամբ հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր ծառայողական գործողության հիմքում ոչ միայն անհատական մասնագիտական պատրաստվածությունն է, այլև թիմային աշխատանքը, փոխադարձ վստահությունն ու ծառայողական կարգապահությունը։ Ոստիկանությունում ծառայությունը պատվաբեր ծառայություն է։ Տարբեր ծառայությունում եղել եմ համայնքայինում, որից հետո բարեկային ծառայությունում։ Բարեկային ծառայության ոճը ավելի հետաքրքիր է։ Ամեն օր նոր զարգացումներ, նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ լուծելու, կարգավորելու եւ ասական կարգն անվտանգությունը պահպանելու։ Իմ համար կարմիր գիծա բոլոր տեսակի հանցագործությունները եւ ներել չի կարելի։ Տարվա լավագույն բարեկային ծառայող կոչումը Մասիս Բաղդասարյանի համար պարզապես ձեռքբերում չէ, այլ նոր պարտավորություն։ Այն ամեն օր հիշեցնում է, որ լավագույնը լինելու համար պետք է անդադար սովորել, շարունակաբար կատարելագործվել եւ անձնվիրաբար ծառայել պետությանն ու հանրությանը, հավատարիմ մնալով ծառայության առաքելությանն ու երդմանը։ Ներքին գործերի նախարարության ծառայողները Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք զինամթերք են հայտնաբերել, նախաձեռնվել է քրեական վարույթ, Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչն ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են, ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։ Ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության, Կոտայքի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Նայիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է հրաձգության պարապմունքներ, այցելուներին տրամադրելով հրաձգարանի տարածքում պահվող ապօրինի զենք զինամթերք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են 3 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի եւ տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային եւ հակատանկային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր, ականանետի արկեր, 15 նռնակ, նռնակի պայթուցիչներ, փամփշտատուփեր, որոնցից մի քանիսը լիցքավորված եւ տարբեր տեսակի այլ զինամթերք։ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչն ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են, ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։ Մեկ 2 բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն առաջարկում եմ դիտել մեկ տեսաշարով։ Հանցավոր դրսևորումների կանխարգելման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները շրջայցեր եւ ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում, ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրավախախտումներն ու հանցավոր դրսևորումները։ Իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։
ներքին գործերի նախարարության ոստիկանության միջոցառումները շարունակվում են։ Ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևան քաղաքում գործում է կազմակերպված հանցավոր խումբ, ովքեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացնում են բնակարանային գողություններ։ Երևանի քրեական ոստիկանների իրականացրած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 36, 41 եւ 42 տարեկան բնակիչները, ինչպես նաեւ Երևանի 37-ամյա բնակիչը տեխնիկական միջոցների գործադրմամբ մայրաքաղաքի տարբեր հասցեներում իրականացրել են իրենց հանցավոր մտադրությունները, կատարելով հափշտակություններ։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացելով Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները Մաշտոց Սարյան փողոցների խաչմերուկից հանցանք կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ նրանցից մեկի կողմից վարած Hyundai Elantra մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի ոսկյա եւ արծաթյա զարդեր, ինչպես նաեւ դրամական միջոցներ, որոնք ըստ նախնական տվյալների հափշտակվել էին բնակարաններից մեկից։ Իսկ 36-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 2 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարեր։ Նրանց կողմից շահագործված ավտոմեքենայում հայտնաբերվել են գողացված այլ իրեր։ Տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել եւ պահում է ատրճանակ։ Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցիկում է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց տեսակի մարտական ատրճանակ, հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևանի պարեկների հետ։ Հուլիսի 29-ին գիշերվա ժամը 2-ին մոտ Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց եւ համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված թղթե 3 փաթեթում կար մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 308 գրամ զանգված։ Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև նրա հեռախոսի պատյանում, իսկ պայուսակի մեջ եղած տարայում կար Subutex տեսակի մոտ 15 գրամ փոշենման զանգված։ 39-ամյա տղամարդը ներկայացվել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։ Շաբաթվա կարևորները այսքանն են, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։